Հարցերից զրուցելու համար մեր տաղավարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին։ Շնորհակալ եմ, պարոն Մելիքյան, մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ պարոն Մելիքյան, քանի որ տեսանյութն ենք դիտում մեկ կարճ Ծառուկյանի հետ կապված, ձեր կարծիքով Ծառուկյանի վերադարձի առիթ կա, նման պահանջ կա ժողովրդի մոտ։ Ասեմ, որ վերադարձի կամ քաղաքականությունից դուրս գալու որոշումը, ինչպես կայացրեց ինքը, ինչպես իր որոշումը կայացրեց քաղաքականությունից դուրս գալու, այնպես Ծառուկյանը պետք է իր որոշումը կայացնի քաղաքականություն վերադառնալու մասին։ Ժողովրդի պահանջ կա թե չկա, դա արդեն կերևա ընտրությունների ընթացքում, այն քվեների թվից, որոնք կտրվեն ժողովրդի կողմից իր քաղաքական ուժին, եթե վերադառնա։ Բայց շատերի մոտ, նույն ժողովրդի մոտ տպավորություն է, որ հանրապետական կուսակցության հայտնի խորհրդի նիստից հետո Ծառուկյանը հեռացավ եւ ասում են, որ հանրապետականը եւ նախագահ Սերժ Սարգսյանը ստիպեց, որ նա հեռանա քաղաքականությունից։ Դե հիմա ասելը մի բան է, իրականում ցանկացած որոշում քաղաքականության մեջ քաղաքական գործիչը ինքն է կայացնում։ Դրա համար ասում եմ, որ ինչպես ինքը կայացրեց իր որոշումը քաղաքականությունից հեռանալու մասին, այնպես էլ ինքը կարող է կայացնել որոշում քաղաքականություն վերադարձի մասին։ Իսկ խոչընդոտներ չեն լինի այստեղ։ Չեմ կարծում, որ խոչընդոտներ ոչ այն ժամանակ են եղել, ոչ էլ հիմա։ Եվ ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել քաղաքական գործընթացներին, քաղաքական ուժ ստեղծելով կամ ինչ-որ քաղաքական ուժի միանալով։ Որպես փորձառու քաղաքական գործիչ, պարոն Մելիքյան, ի վերջո հիմա իրավիճակը ինչպիսին է, նրա կարիքը կա ընդդիմադիր դաշտում, մեր ընդդիմությունը ուժեղ է, թե պետք է որ նա ավելի ուժեղ դառնա ընդդիմությունը։ Ես կարծում եմ, որ իշխանություններին ձեռնտու է ուժեղ ընդդիմադիր դաշտ, ընդդիմադիր ուժեղ քաղաքական ուժեր, որոնք կարող են ստիպել նաև իշխանությանը համակերպվել իրենց կարծիքի հետ քննարկումների ընթացքում որոշումներ կայացնել, որոնք կարծում են, որ ավելի արդյունավետ կլինեն վերջնական արդյունքը։ Իսկ այդ դաշտում Ծառուկյանի կարիքը կա, որ նա ավելի ուժեղացնի դաշտը, թե Ես կարծում եմ, որ կարիքը կա թե չկա, կորոշի ժողովուրդը իր քվեով։ Չէ, բայց պետք է գա չէ որ ժողովուրդը։ Դե հիմա ինքը եթե կորոշի, որ գա քաղաքական դաշտ, քաղաքական process-ներին, գործընթացներին մասնակցի, ժողովուրդը իր քվեով կորոշի դրա կարիքը կար թե չկար։ Մի sense ուղիղ հարց, պարոն Մելիքյան, հանրապետականը չի խոչընդոտի Ծառուկյանի վերադարձին։ Հանրապետականը որևէ մեկի խոչընդոտելու նպատակ չունի, այդ թվում նաև Ծառուկյանը։ Շատ լավ, պարոն Մելիքյան, Ալ Ջազիրա հեռուստաընկերության հրապարակած ֆիլմում նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հարցերի մասին է խոսում, նաև անդրադարձել է իր քաղաքական ապագայի հետ կապված, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ նա ասել է, որ չի բացառել, այսինքն ըստ էության իր վարչապետ լինելու հնարավորությունը, եթե ժողովուրդը լավ ձայներ տա հանրապետականին։ Հիմա Սերժ Սարգսյանը հավակնում է վարչապետի պաշտոն, մենք ճիշտ ենք հասկանում։ Ասեմ, որ առաջիկայում 17 թվականի ապրիլին եւ 18 թվականի փետրվարին մենք ակնկալում ենք, որ գործող սահմանադրության պահանջով կլինի 2 անգամ կառավարության հրաժարականի գործընթաց։ Դա պարտադիր երևույթ է եւ սահմանադրությունը դա է պահանջում, սահմանադրական նորմ է։ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցող համապետական ընտրությունների ընթացքում կարծում եմ, որ հանրապետականը լուրջ քաղաքական որպես ուժ կստանա ժողովրդի քվեն բավականին լուրջ քանակությամբ եւ դրանից կախված կլինի նաեւ հետագա որոշումների կայացումը ինչ որոշումներ հետագայում կկայացվեն նախ սպասենք առաջիկա համապետական ընտրություններին այնուհետև որոշումները կայացվեն բրեք ժամանակից առաջ չանցնենք հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ակտիվ քաղաքականության մեջ է անկախության առաջին իսկ օրերից 25 տարիների ընթացքում եւ կարծում եմ, որ նա դեռևս երկար ակտիվ քաղաքականության մեջ կմնա։ Պարոն Մելիքյան, այսպեսի մի հարց, ձեզ համար անակնկալ էր այս հայտարարությունը, որ նա չի բացառում վարչապետ կարող է լինել։ Բացարձակապես։
Այդ դեպքում ինչ է քաղաքացիների համար անակնկալ, ինչու եմ ասում, որովհետև տարբեր հարթակներում, տարբեր ձևերով բացառվում էր վարչապետ, հետո ազգային ժողովի նախագահ, այս պաշտոնների համար հնչում էին, որ բացառվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը այս պաշտոններին հավակնի եւ անգամ վերլուծաբաններ ասում են, որ հնարավոր է կուսակցության ղեկավարի պաշտոնում պարզապես կամենա։ Բայց հիմա էլ որևէ հստակ որոշման մասին հայտարարություն չի եղել։ Ինչու եք ժամանակից առաջ ընկնում։ Հանրապետության նախագահը նման հայտարարություններ չի արել։ Նա ուղղակի չի բացառել։ Եվ այդ ամեն ինչը կախված է նրանից, թե առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում հանրապետական կուսակցությունը ինչ ձայների կտիրապետի։ Ես պարզապես մեջբերեմ, հա, հրապարակած ֆիլմում նախագահն ասել է, որ դեռ վաղ է խոսել վարչապետի պաշտոնում իր առաջադրման մասին, հավելելով նման տարբերակ դիտարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի հանրապետական կուսակցությունը առաջիկա ընտրություններում շատ լավ քվե ստանա, բայց նա չի բացառել ընտրություններից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Կարծում եմ, ես այնպես էլ պատասխանեցի ձեր հարցին, որ պետք չէ ժամանակից առաջ ընկնել։ Եվ բերեք որոշումները, ցանկացած հարց, ցանկացած որոշման մասին խոսենք իր պահին։ Լավ, հարցս այսպես տամ, պարոն Մելիքյան, նախկինում քանի որ բացառվում էր, հիմա էլ չի բացառվում դա։ Բայց ով է բացառել։ Ես չեմ կարծում, որ հանրապետական կուսակցության համապետական ընտրությունների մասնակցությունը ինչ որ բան բացառել է։ Ես կարծում եմ, որ իրոք համապետական ընտրություններին հանրապետականը որպես ազդեցիկ քաղաքական ուժ, մեր երկրում ամենաազդեցիկ քաղաքական ուժը, լուրջ ձայներ կստանա եւ ամեն ինչ կախված է դրանից։ Երբ որ կստանանք, նոր որոշումների մասին կհայտնենք։ Ես պարզապես մեջբերեմ նախագահի մոտավորապես բառացի խոսքը, սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնելիս, նախագահը ասել էր, եթե այս փոփոխությունները անցնեն, ես չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ կախված է, թե ինչ ձայներ կստանա առաջիկա համապետական ընտրություններին։ Հանրապետական կուսակցությունը դա որևէ նշանակություն չունի, կարծում եմ, որ ամեն ինչ կախված է, թե ազդեցիկ հանրապետական քաղաքական ուժը առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում ինչ ձայների կտիրապետի։ Կարծում եմ, որ դրա արդյունքներից կախված կլինի նաև հետագա որոշումները։ Իսկ այլ վարչապետի թեկնածուներ ունի հանրապետականի։ Հանրապետականը շատ վարչապետ թեկնածուներ ունի։ Օրինակ դուք ում եք տեսնում, եթե Սերժ Սարգսյանը չլինի։ Այդ ձեր հարցին կպատասխանեմ 18 թվականից հետո։ Լավ, պետք չէ ժամանակից առաջ ընկնել։ Լավ, պարոն Մելիքյան, առաջիկա ընտրություններում հանրապետականի շանսերը ոնց եք գնահատում։ Գնահատում եմ բավականին բարձր, հնարավորություններ ունեցող ազդեցիկ քաղաքական ուժ եւ կարծում եմ, որ այդպես էլ կլինի։ Իսկ ինչի հիման վրա, ինչ որ հարցումներ են եղել, պարոն Մելիքյան, դուք եք անձնապես զրուցել քաղաքացիների հետ նմանատիպ գործընթացներ միշտ էլ իրականացնում է քաղաքական ուժի կողմից, սոցիալական հարցումներ, սոցիոլոգների կողմից, ինչպես նաև կատարված աշխատանքների արդյունքների գնահատման ընթացքում, ինչպես նաև ժողովրդի հետ շփումների ընթացքում։ Եվ կարծում եմ, որ իրոք հանրապետականը բավականին լուրջ ազդեցիկ քաղաքական ուժ է եւ առաջիկա ընտրություններում կստանա նաև բավականին ազդեցիկ քվեներ ժողովրդի կողմից, որը կգա բարին հետը կտեսնենք։ Իսկ օրինակ քաղաքացիների շփումներում ինչ կարծիքներ եք լսել։ Լսել եմ եւ դրական եւ բացասական կարծիքներ։ Հանդիպումների ընթացքում, տարբեր համայնքներում, տարբեր քաղաքներում լսել եմ երկակի նշանակության ունեցող պատասխաններ, լսել եմ դրական պատասխաններ բավականին շատ, լսել եմ նաև վատ։ Օրինակ ինչ են ասում, լավ ու վատը։ Օրինակ ստվերի դեմ պայքարը այնքան էլ լավ չի տարվում, կոռուպցիայի դեմ պայքարը այնքան էլ լավ չի տարվում։ Տարբեր հարցեր են բարձրացվում, որոնք միշտ չէ որ իրականության հետ համապատասխանում են, բայց ամեն դեպքում խոսում են թերությունների մասին, բացթողումների մասին, սխալների մասին, մենք երբևէ քննադատություններից չենք վախեցել եւ կառուցողական քննադատությունները միշտ մեզ համար ուղեցույց են լինում, որպեսզի ավելի արդյունավետ աշխատանքները կազմակերպել։ Շատ լավ, կա նման մի կարծիք, որ հանրապետականները վարկանիշը հանրապետականի ավելի ցածր է, քան 2012-ի ընտրությունների ժամանակ, դրա հետ համաձայն եք։ Չեմ կարծում, որ այդքան էլ ցածր է,
կա, որ իրոք օրինակ վերջին համապետական ընտրությունների ընթացքում հանրապետականները բոլոր համայնքներում հիմնականում 72% եւ ավել համայնքներում հիմնականում դարձան համայնքի ղեկավարներ։ Իսկ համամասնական կարգով ընտրություններում հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում հանրապետականները էլի մեծ քանակությամբ ձայներ ստացան, սակայն բացարձակ մեծամասնություն չկազմեցին։ Սա խոսում է այն մասին, որ իրոք հանրապետականը միշտ առաջինն է, թեկուզ որը երկու խոշոր համայնքներում բացարձակ թվով լուրջ ձայներ չստացա, բայց ամեն դեպքում 37%, 33% ձայներ նույնպես համենայն դեպս իրենք առաջինն էին։ Եվ օրենքի շրջանակներում ամեն ինչ հնարավոր եղավ իրականացնել եւ այդ երկու համայնքներում նույնպես համայնքի ղեկավարները ընտրվեցին հանրապետական կուսակցության կողմից պաշտպանվող տեխնացուները։ Ես կարծում եմ, որ խոսակցությունները մեկ այլ բան է, իրական քվեների ստացումը, տրամադրումը ժողովրդի կողմից մեկ այլ բան։ Շատ հաճախ դրանք իրարից բավականին տարբերվում են։ Օրինակ նմանատիպ հայտարարություններ արվում են նաև ամենակաղաքականացված դահլիճում, ազգային ժողովում, ամենակաղաքականացված ամբիոնից, բայց վերջնական արդյունքում, երբ որ ընդդիմադիր 4 քաղաքական ուժեր, 5 քաղաքական ուժեր հայտարարում են, որ իրենք դեմ են քվեարկելու ինչ որ մեկի տեխնացությանը, օրինակ դատախազի տեխնացությունը, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների քվեարկությանը, սակայն վերջնական արդյունքում, երբ որ ձայները հաշվառվում են, ստացվում է, որ կոնկրետ տվյալ անձնավորություններին միայն հանրապետականը չի կողմ քվեարկել, ստացվում է, որ հանրապետականից բացի կողմ են քվեարկել նաև գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները, եւ ստացվում է 100 ձայն, 102 ձայն են պարագայում, երբ որ մենք ունենք ընդամենը 71 ձայն եւ շատ հաճախ 5-ից 6 բացակա ենք ունենում։ Այդ պարագայում ստանալ 100 ձայն մենք դա չենք կարող ապահովել առանց ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ հատկապես այն քաղաքական ուժերի, ովքեր դեմ են խոսեցել տվյալ անձնավորությանը եւ այդքան բարձր քաղաքական ամբիոնից հայտարարել, որ դեմ են քվեարկելու, բայց վերջնական արդյունքում ստացվում է, որ կողմ են քվեարկել։ Պարոն Մելիքյան, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից խոսեցիք, օրինակ Վանաձորում եւ Գյումրիում կուսակցությունները շատ ընդդիմադիր կուսակցություններ են մասնակցում։ Գիտեք, մեղադրում են, որ հանրապետականները այդ ձայները հավաքել են վարչական ռեսուրսի կաշառքի շնորհիվ։ Բազմիցս լսել ենք նման մեղադրանքներ, բայց երբ որ խնդիրը գալիս է հասնում նրան, որ լավ, գոնե մեկ դեպք ներկայացրեք, ոչ ոք ոչ ներկայացնում է, ոչ էլ գոնե պատմում դրա մասին։ Այսինքն նման մերկապարանոց հայտարարություններ շատ ենք լսում, բայց կոնկրետ փաստեր որևէ մեկը չի էլ ներկայացնում եւ հենց նրանք, ովքեր որ այդ մասին խոսում են։ Հիմա ձեր կարծիքով ինչ պետք է անել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նման հայտարարություններ չլինեն։ Այն ինչ որ հնարավոր է անել ընտրական օրենսգրքի քննարկումների ընթացքում եւ նոր ընտրական օրենսգրքի ընդունման ընթացքում մեր կողմից գրեթե ամեն ինչ արվել է։ Բոլոր այն խնդիրները, բոլոր այն որոշումները, որ անհրաժեշտ են, կայացվել են եւ այդ խնդիրներին լուծում է տրված, հատկապես ցուցակների հրապարակման առումով, տեսանկարահանման առումով 24 ժամ, ID քարտերով քվեարկության հետ կապված, հաշվառման գործընթացի վերահսկողության ուժեղացման հետ կապված, հետ ընտրական գործընթացների հրապարակայնության հետ կապված, տարբեր վստահված անձերի, լրատվության տարբեր միջոցների ներկայացվածության հետ կապված, գրեթե բոլոր հարցերը, ինչ բարձրացվել են ընդդիմության կողմից, որոշումները համապատասխան կայացվել են։ Դրանից այն կողմ, եթե նորից կլինեն նմանատիպ հայտարարություններ, որոնք ես իմ դեպ չեմ բացառում, կարծում եմ, որ անպայման կլինեն, դրանք սովորաբար ոչ թե իրական պատկերը ներկայացնելու խնդիր են հետապնդում, այլ սովորաբար իրենց քաղաքական ուժերի կողմից ծախսված միջոցների արդարացման խնդիր են հետապնդում, եթե տվյալ քաղաքական ուժը գոնե 3% շեմի չի հասել։ Օրինակ Վանաձորում եւ Գյումրիում մենք ունեցանք արդյունքներ քաղաքական ուժերի,
ընդդիմադիր դաշտը ներկայացնող քաղաքական ուժերի, որոնց քվեաթերթիկների ստացած քվեների թիվը շատ ավելի նվազր, քան անվավերները։ Կարծում եմ, որ նման քաղաքական ուժերի կողմից կատարված հայտարարությունները նույնպես նույն դաշտում էլ կարելի է տեղավորել։ Մեր ընդդիմադիր դաշտի մասին ինչ կարծիքի եք, արդեն մի քանի ամսից խորհրդարանական ընտրություններ են։ Ընդդիմությունը կարող է իշխանափոխություն անել ընտրությունների միջոցով, թե մենք թույլ ընդդիմություն ունենք։ Ցանկալի է, որ մենք ունենանք ուժեղ ընդդիմություն, բայց այս պարագայում դեռևս ես չեմ տեսնում ուժեղ ընդդիմություն։ Իսկ ինչ պետք է լինի վերջով ընդդիմություն։ Պետք է աշխատեն իրենց վրա, այո, նաև միավորվեն, այո, նաև կառուցողական քննադատություններ հնչեցնեն, ոչ թե ասենք ականջահաճո քննադատություններ հնչեցնեն։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը այնքան գիտակից է, ու այնքան լավ է ճանաչում ցանկացած քաղաքական ուժի եւ քաղաքական ուժի ներկայացուցիչներին, որ այլևս նմանատիպ հայտարարությունները ժողովրդի վրա որևէ ազդեցություն չեն թողում։ Ժողովուրդը բոլորին շատ լավ է ճանաչում։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում պարոն Մելիքյան, զուտ որպես տեսականորեն, ձեր կարծիքով ինչ պատկեր կունենա խորհրդարանը առաջիկա։ Եք տեսնում առաջին, երկրորդ, առաջինը երևի հանրապետական։ Առաջինը իհարկե հանրապետականն, կարծում եմ, որ խորհրդարանում տեղ կունենան նաև հայ հեղափոխական դաշնակցությունը, տեղ կունենա նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, տեղ կունենա նաև կարծում եմ հայկական վերածնունդը, հիմնականում այն պատկերը, ինչ որ Գյումրիում եւ Վանաձորում քվեարկության արդյունքներով ստացանք, շատ մոտ կլինի 5-րդ, 6-րդ ուժերի հետ կապված այս պահին չեմ կարող տեսնել, որովհետև դեռևս ընթանում են միավորման գործընթացներ, դեռևս քաղաքական ուժեր նոր ձևավորման գործընթացներ, կտեսնենք, որը կգա բարին հետը։ Առաջինում հաստատ հանրապետականն է։ Իհարկե։ Վարչապետն էլ Սերժ Սարգսյանն։ Առաջինում հաստատ հանրապետականն է եւ մյուս բոլոր գործողությունները կորոշվեն ընտրություններից հետո։ Պարոն Մելիքյան, մի այսպիսի հարց, եթե կուզեք պատասխանեք, եթե չեք ուզում ոչ։ Նախագահի այն հայտարարությունը նկատի ունեմ սահմանադրական փոփոխություններից առաջ, որ ինքը վարչապետի պաշտոնին չի հավակնում, եւ սա ժողովուրդը կարող է այս հայտարարությունները համադրելով մտածել, որ իրեն խաբել են։ Ես ոչ, բացարձակապես ոչ։ Այդ դեպքում ինչպես Ես ասեմ, որ եւ առաջին եւ երկրորդ հայտարարությունները ամեն ինչ որոշում է ժողովուրդը հենց իր քվեով։ Ժողովրդին որևէ մեկը երբեք չի կարող խաբել։ Երբեք չի կարող խաբել, որովհետեւ խաբելու դեպքում արձագանքը շատ վատ կլինի։ Բայց իրարամերժ չեն այս երկու հայտարարությունները։ Ոչ, չեմ կարծում, որ դրանք իրարամերժ են։ Մեկում բացառում է, մեկում չեմ կարծում, որ դրանք իրարամերժ են։ Կգա ժամանակը, որոշումը համապատասխան կկայացվի։ Բայց Մելիքյան, մեկում բացառվում է, մեկում Ոչ։ Նորից եմ ասում, ոչ։ Ժողովրդին որևէ մեկը խաբելու որևէ նպատակ չունի։ Չէ, լավ, ժողովրդին չէ, զուտ ձեզ եմ հարցնում, հա, եթե միտեղ բացառում է նախագահ, որ վարչապետ կդառնա փոփոխությունից հետո եւ հետո ասում է, որ հնարավոր է դա։ Իրար չեն հակասում այս երկու հայտարարությունները։ Կարծում եմ ոչ։ Ես կարծում եմ ոչ։ Ոնց կբացատրեք ոնց չեն հակասում։ Ես կարծում եմ, որ դրանք հակասական խոսքեր չեն բացարձակապես։ Որովհետև գիտեք ինչի համար, որովհետև դեռ ժամանակից շուտ ենք մենք խոսում այդ մասին։ Դեռ դրա ժամանակը չէ։ Երբ որ ժամանակը կգա, որովհետև նախագահը հենց իր խոսքում էլ ասում է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ժողովուրդը ոնց է որոշելու հետագա քաղաքական գործընթացների ելքը։ Իսկ դուք որպես անհատ քաղաքական գործիչ եք տեսնում վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանին։ Ես բոլորին էլ տեսնում եմ։ Բոլորին քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել։ Չէ, նկատի ունեմ կուսակցությունից հանրապետականի հավաքելու դեպքում։ Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում։ Ոչինչ չեք բացառում։ Եղավ պարոն Մելիքյան եւ վերջին հարցս նաեւ Թալիշում եք եղել, պաստորեն նոր եք վերադարձել, ինչպիսի վիճակ է այդ հատվածում, հա, պատերազմական գործողությունների ժամանակ ապրիլյան
նաև այդտեղ էին բավականին մեծ թվով դուժողներ եղել եւ նաև այնտեղ զոհեր ուներ բանակը։ Ի վերջո հիմա ինչ վիճակ են այդտեղ կրակոցներ կամ արդիկ բնակվում են Թալիշում, թե չկա։ Ասեմ, որ եղել ենք Մարտակերտի տարածքի մարտական դիրքերում, հանդիպումներ ենք ունեցել զինվորների հետ, ասեմ, որ լուրջ ռազմատեխնիկական միջոցառումներ են իրականացված հենակետերում մարտական, լուրջ ներդրումներ է իրականացվել, եւ պետք է ասեմ, որ այն միջոցները, որ հատկացվել է ողջ ժողովրդի կողմից, ողջ հայ ազգի կողմից, իրենց նպատակներին ծառայում են։ Այսօր մարտական դիրքերը բավականին լավ համալրված են։ Բարձր կարգի եւ բարձր տեխնոլոգիաների միջոցով, տեխնիկական միջոցներով դիտարկումների եւ համապատասխան գործողություններ իրականացնելու համար։ Պետք է նշեմ, որ զինվորների ոգին ավելի է բարձրացել, ավելի ամուր են կանգնած իրենց դիրքերում, ավելի վերահսկելի է ամբողջ սահմանը եւ պատահական չէ, որ վերջին օրերին ներխուժման տարբեր փորձեր հենց դեռևս հակառակորդի դիրքից վերահսկվում էր արդեն բոլոր քայլերը եւ համարժեք պատասխան ստացան։ Կարծում եմ, որ դա այն գնահատականն է, որ իրականացվել է այս 6 ամիսների ընթացքում։ Իսկ Թալիշում բնակիչներ կան, պարոն։ Այո, կան Թալիշում բնակիչներ, Թալիշում մասնակցեցինք ոչ բացարձակապես, կարծում եմ շատ ավելի անվտանգ է, քան հայկական որոշ գյուղերում Հայաստանի տարածքում։ Կարծում եմ, որ այն միջոցառումները, որ իրականացում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից Թալիշի վերաբնակեցման, Թալիշում կոնկրետ խնդիր էր դրված նաև մանկապարտեզի եւ դպրոցի վերանորոգման հետ կապված։ Մենք իհարկե պարոն Շարմազանովի հետ որոշում կայացրեցինք, որ հայտարարությամբ հանդես կգանք, կփորձենք միջոցներ հավաքագրել, որոնք կնպաստեն ոչ միայն Թալիշի վերաբնակեցման, այլ նաև դպրոցի եւ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին։ Եվ այսօր ես արդեն նմանատիպ հայտարարություն հնչեցրել եմ, իմ շատ գործընկերներ միացել են, միանալու առաջարկությունները ստանում ենք նաև կառավարությունից, նախարարների կողմից, 1 ամսվա աշխատավարձի, 2 ամսվա աշխատավարձի չափով ներդրումներ իրականացնելու եւ այդ գործին նպաստելու համար։ Ես կարծում եմ, որ ես կարծում եմ, որ այո, կվերադառնան եւ որևէ հիմք չկա անվտանգության հետ կասկածներ ունենալու։ Ժողովուրդը այո, կվերադառնա Թալիշ եւ մեծ մասը վերադարձել է եւ կարծում եմ, որ իրենց գյուղերում, իրենց սեփական տներում ապրելը շատ ավելի անվտանգ է, քան ուրիշի նկուղներում։ Ես հույսով եմ, որ դա լայն արձագանք կգտնի եւ դրանով մենք կապահովենք նաեւ մեր զինվորի թիկունքը, կբարձրացնենք նաեւ սահմանում կանգնած մեր զինվորի ոգին։ Ես չեմ կարծում, որ ճիշտ է, երբ հաղթանակից հետո գյուղի բնակիչների մի մասը թողում իրենց տները հեռանում են այդտեղից։ Նմանատիպ իրավիճակներում բազմիցս եղել ենք պատերազմական գործողությունների ընթացքում եւ պետք է հիմա ավելի զգոն լինենք եւ ավելի հույսով, հավատով ու ավելի բարձր ոգով կանգնենք մեր ժողովրդին եւ մեր զինվորին տեր։ Շնորհակալ եմ պարոն Մելիքյան մեր հրավերը ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովի հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, իսկ այս պայն առաջարկում եմ դիտել ռեպորտաժ նախագահ Սերժ Սարգսյանի Ալ Ջազիրային տված հարցազրույցի վերաբերյալ։ Իմ գործընկեր Ռուզաննա Ստեփանյանն է ռեպորտաժ պատրաստել։